Նախ ասեմ, որ 39 կայքեր ենք մենք հետազոտել առաջին փուլում և 38 երկրորդ փուլում։ Դրանք են, պայմանականորեն դրանք կարելի է բաժանել 3 խմբի։ Դրանք են առաջին խումբը նախարարություններ և կառավարության առընթեր մարմիններ, երկրորդ խումբը դա մարզպետարաններ են, 10 մարզերի ուրեմն կայքերն են, և երրորդ խումբը ՀՀ նախագահի, ազգային ժողովի, կառավարության, սահմանադրական դատարանի և դատախազության կայքեր։ Ես ասեմ, որ նախարարությունների և կառավարության առընթեր մարմիններից 23 կայքերից 18-ում մենք երկրորդ փուլի ընթացքում արձանագրեցինք բարելավում, իսկ առանցին դեպքերում այդ բարելավումները շեշտակի էին, շատ մեծ էին։ Եվ առաջին հերթին ես պետք է նշեմ այդ կայքերից էին տարածքային կառավարման նախարարությունը, արդարադատության նախարարությունը, արտաքին գործերի նախարարությունը և այլն։ Իսկ դրանցից 4-ը ընդամենը 23-ից 4-ը իրենց ցուցանիշները վատացրել էին։ Դրանք էին գյուղատնտեսության նախարարությունը, սպորտի նախարարությունը, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը և մշակույթը։ Երկրորդ փուլի ընթացքում տեղի ունեցավ առաջատարի փոփոխություն։ Այսինքն, եթե առաջին փուլից հետո առաջատարը, լիդերը տրանսպորտի և կապի նախարարությունն էր, ապա երկրորդ փուլում տարածքային կառավարման նախարարությունը այնպես շեշտակի հիմնովին փոփոխություններ մտցրեց իր կայքի մեջ, որ դա նկատելի է։ Մարզպետարանների կայքերը միացված են մեկ ընդհանուր տարածքային կառավարման համակարգի մեջ, և այդ կայքերը ունեն ընդհանուր դիզայն և կառուցվածք, և դա է պատճառը, որ իրենց ցուցանիշները գրեթե շատ մոտ են իրար և տարբերվում են մենակ մի բանով, թե որքանով է հագեցված ինֆորմացիոն առումով, որքանով է հագեցված այդ կայքը։ Բոլոր անխտիր մարզպետարանները նույնպես բարելավել են իրենց ցուցանիշները և երկրորդ փուլում այս ռեյտինգային աղյուսակում նույնպես լիդերը փոխվեց։ Եթե առաջին փուլից հետո Արմավիրի մարզի կայքն էր համարվում լիդեր, ապա երկրորդ փուլից հետո Կոտայքի մարզն է լավագույնը, դրանից հետո գալիս է Սյունիքինը և Արմավիրի մարզը տեղափոխվել է երրորդ հորիզոնական։ Մի քանի բառով ներկայացնեմ այն 5 պետական կայքերի մասին, որոնք ռեյտինգից դուրս են, քանի որ համադրելի չեն իրենց ցուցանիշները։ Դա նախագահի կայքն է, ինչպես ասեցի, ազգային ժողովի, կառավարության, սահմանադրական դատարանի և դատախազության։ Այստեղ ցավոք բարելավումներ մենք չնկատեցինք։ Մեր մոնիտորինգային խումբը հակառակը նկատեց, որ ավելի վատացել են, այսինքն այն ինֆորմացիան, որը պետք է տեղադրվել, չի տեղադրվել, կամ եթե տեղադրվում է մի քիչ ուշացումով կամ ոչ ամբողջական է, և այստեղ իսկապես լուրջ անելիքներ կան, պետք է աշխատել այդ կայքերի վրա և բարելավել, որովհետև այդ կայքերը շատ կարևոր են հանրության համար և այնտեղ կարող անհրաժեշտ է տեղադրել հանրության համար շատ մեծ նշանակություն ունեցող և հետաքրքրություն ներկայացնող ինֆորմացիա։ Պակասում է բյուջեի կատարման մասին ինֆորմացիան։ Դա գրեթե բոլոր կայքերի թերությունն է։ Այսինքն, ամեն տարվա բյուջեից հատկացված գումարի ծավալը և դրա օգտագործման մասին ինֆորմացիան բացակայում է գրեթե բոլոր կայքերից։ Այդ թվում նաև վերջին այդ 5 կայքերից։
Բացառությունը երևի թե դատախազությունն էր, որտեղ որ ընդհանուր գումարը նշված է, բայց ինչպես է ծախսվում, չկա նաև այդտեղ։ Այդ ինչպես ծախսել է, կարծում եմ, շատ հետաքրքիր ինֆորմացիա է հանրության համար եւ բոլոր պետական ատյանները պարտավոր են հաշվետու դնել հանրությանը, քանի որ գոյատևում ապրում են հարկատուի հաշվին եւ հարկատուն իրավունք ունի իմանալու, թե որքանով են նպատակային ծախսվում այդ գումարները։